Ողջույն Տիգրան, Ողջույն։ Քարոզ Արշավին 1 օր է մնացել, մի քիչ ավելի եւ այս թողարկման առաջարկում եմ ամփոփել ընդհանուր այն նարատիվները, որոնք եղել են նախընտրական Քարոզ Արշավի ժամանակ եւ իշխանական թևի եւ ընդդիմադիրների կողմից, որոնք կառանձնացնես դու։ Կարող ենք հենց քաղաքացիական պայմանագրից սկսել։ Կարծում եմ ընդհանուր առմամբ այս քարոզարշավը արտացոլում էր այն քաղաքական մթնոլորտը, որը գոյություն ունի Հայաստանում վերջին տարիների ընթացքում, այսինքն այդ բևեռացված քաղաքականությունը, սև ու սպիտակի քաղաքականությունը, երբ քաղաքական ուժերը ավելի շատ փորձում են խաղալ մարդկանց զգացմունքների հետ, այլ ոչ թե տրամաբանության, այսինքն գիտակցաբար փաստերը երկրորդական դեր են մղվում եւ առաջին պլան են մղվում մարդկանց վախերն ու զգացմունքները եւ եթե հիշենք քարոզարշավը հենց այդ տիպի հայտարարություններով մեկնարկեց, երբ վարչապետը հայտարարեց, որ եթե իշխող ուժը չընտրվի, կլինի պատերազմ, եթե սահմանադրական մեծամասնություն չստանա, կլինի պատերազմ սեպտեմբերին, դրան ի պատասխան գլխավոր ընդդիմադիր ուժը Սամվել Կարապետյանի ուժը հայտարարեց, որ եթե գործող իշխանությունը ընտրվի, կլինի արդեն տնտեսական պատերազմ Ռուսաստանի հետ, սա դասական անգլերեն լավ խոսք է fear mongering, այսինքն վախի վրա հիմնված քաղաքականություն է եւ ցավոք սրտի քարոզարշավի ընթացքում ինչքան ուժերը ավելի շատ էին ներգրավում այս գործընթացի մեջ, այնքան այդ նարատիվները ավելի ու ավելի էին դառնում զգացմունքահեն, եթե այդպիսի բառ գոյություն ունի, ու նաեւ ավելի բևեռացնող։ Այդ առումով վերջին շրջանի պատումներից իհարկե ամենաակնառուն այդ 300,000 ադրբեջանցիների Հայաստան տեղափոխվելու մասին նարատիվն է, այստեղ բնականաբար կան որոշ նաև փաստային տվյալներ, որոնք օգնում են օրինակ ընդդիմությանը եւ մասնավորապես նույն Սամվել Կարապետյանի ուժին առաջ տանել այս նարատիվը։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը պետական մակարդակով ֆինանսավորում է այդ կազմակերպությունը, տարբեր միջոցառումներ է կազմակերպում, կան նաև հետաքննություններ այդ մասին, որ այդ ամենը ֆինանսավորում է նախագահական ադմինիստրացիայի կողմից, բայց այս քարոզարշավի ընթացքում այս ողջ պատումը շատ գրոտեսկային տեսք ստացավ, երբ ամենօրյա ռեժիմով որևէ YouTube-յան տեսահոլովակ միացնում են ու ինչ որ սարսափազդու հոլովակ է դուրս գալիս, որով ժողովրդին վախեցնում են, որ այ տեսեք, եթե հանկարծ ընտրվեն այս իշխանությունները, ադրբեջանցիները շարք են կանգնելու ու մտնելու բառացիորեն այդպես էլ ասում են։ Տեսահոլովակներից մեկում նշում էր, որ ընտրություններից հետո ադրբեջանցիները 300,000 ադրբեջանցիների մտնում են Հայաստան, այսինքն այս մարդկանց պատկերացմամբ այդ 300,000 ադրբեջանցիները չէ պետք է խմբով ինչ որ մուտք գործեն Հայաստան, ինչը իհարկե չափազանց անլուրջ է։ Իշխող ուժի կողմից եւս իհարկե այդ բևեռացնող քաղաքականությունը, հատկապես Արցախցի փախստականներին թիրախավորող ռետորաբանությունը եւս այդ դասական մենքի եւ նրանց քաղաքականություն է, երբ ընդհանուր առմամբ ձևակերպվում է լավ ժողովուրդ, որի ներկայացուցիչն է տվյալ քաղաքական ուժը, որը պայքարում է ինչ որ չար էլիտաների դեմ, եւ տվյալ պարագայում այդ չար էլիտաների նույնացվել է փաստացիորեն ողջ արցախցիների ողջ այդ համայնքը, այսինքն երբ հասարակ արցախցու հետ զրույցի ընթացքում վարչապետը հայտարարում է, որ դու պիտի մահանայիր ինչու ես ողջ եւ այլն, նույնացնում է այդ մարդուն այսպես կոչված պսևդոէլիտայի հետ, իդեպ ունեցանք նաև միջադեպ, որտեղ նույնիսկ ոչ արցախցուն արցախցի կինը նույնացվեց այդ պսևդոէլիտայի հետ, սա եւս դասական, պոպուլիստական, բևեռացնող քաղաքականություն է, սևերի եւ սպիտակների բաժանելու, լավ ժողովրդին ներկայացնելու, չար էլիտաների դեմ պայքարելու Գներ ես, որ ընդհատում եմ արցախցիների հետ կապված, դա ռետորաբանությունից էլ է անցնում, թեմայից մի քիչ շեղվելով հիշենք Արթուր Օսիպյանի դեպքը, որ մինչև հիմա նա հացադուլ է անում եւ այդ միջադեպից հետո ինչ տեղի ունեցավ եւ իշխանությունը ընդհանրապես չի արձագանքում։ Այո, Արթուր Օսիպյանի դեպքը իրականում եւս այն միտման մաս է, որի մասին խոսեցի թողարկման սկզբում, որ քարոզարշավը մեծ հաշվով վերջին տարվա ընթացքում տեղի ունեցած գործընթացների խտացումն է։ Եթե վերջին 1 տարվա ընթացքում գիտենք, կիրառվում էր ընտրողական արդարադատություն, իրավապահ համակարգը օգտագործում էր ներքաղաքական նպատակներ առաջ տանելու համար, դատական համակարգի անկախության վերաբերյալ վերջին պատրանքները վերացան, երբ շատ քաղաքականացված գործերով որոշումներ են կայացնում որոշ դատավորներ,
ու այս վերջին 1 տարվա ընթացքում հետաքրքիր այն է, որ Հայաստանում կային շատ դերակատարներ, որոնք հայտարարում էին, որ դե տեսեք, սա պայքար է ինչ-որ ինքնիշխանության համար, արտաքին միջամտության դեմ, հիբրիդային ինչ-որ հարձակումներին ենք դիմակայելու տարբեր մարդկանց ապօրինաբար ձերբակալելով եւ նաեւ այլ գործողություններ իրականացնելու համար եւ տարբեր գործընկերներ, երբ օրինակ բացատրում էին իրենց լռությունը կամ անգործությունը, ասում էին դե հիմա թիրախավորում են այնպիսի դերակատարներ, որոնք հակաժողովրդավարական են, վնասում են Հայաստանի, վտանգ են Հայաստանի ինքնիշխանության համար։ Մենք մշտապես ասում ենք սա եւ այստեղ պետք չի մասնագետ լինել, որպեսզի հասկանալ, որ եթե դու լեգիտիմացնում ու նորմալիզացնում ես այդ գործելավոճը, արդեն եթե այսօր ձեզ համար անընդունելի մարդկանց են թիրախավորելու, վաղը թիրախավորել են արդեն ձեզ, մեզ, բոլորիս, որովհետև այդ գործելավոճը արդեն ընդունելի գործելավոճ է դառնում։ Եվ Արթուր Օսիպյանի այս դեպքը դրա մարմնավորումն է, որովհետև Արթուր Օսիպյանը ոչ Ռուսաստանի հետ կապ ունի, հիշեցնեմ, որ Օսիպյանը Լեռնային Ղարաբաղում նույնիսկ ցույցեր էր կազմակերպում ռուս խաղաղապահ առաքելության դեմ, Օսիպյանը որևէ կապ չունի նաև Ղարաբաղի կամ Հայաստանի նախկին իշխանությունների հետ, որևէ օլիգարխների հետ կապ չունի, եւ սա հենց այն դեպքն է, որի մասին զգուշացնում ենք, որ այսօր այո, ձեզ համար անընդունելի կամ մեզ համար անընդունելի մարդկանց են կամ դերակատարներ են թիրախավորելու, վաղ արդեն հասարակ մարդկանց են թիրախավորելու եւ այն, որ հիմա կա որոշակի կոնսենսուս քաղաքացիական հասարակության մեջ, դա իհարկե գովելի է, ես տեսնում եմ, որ շատ մարդիկ, ովքեր այս տարվա ընթացքում որևէ բան չէին անում կամ ասում, հիմա ակտիվորեն պայքարում են նրա ազատ արձակման համար եւ սա գովելի է վստահաբար, կարծում եմ շատերի համար էլ սա լուրջ ահազանգ դարձավ, որ կարծես թե հենց այդ զգուշացումները, որոնք հնչեցվում էին տարբեր մարդկանց կողմից կյանքի են կոչվում, բայց միևնույն ժամանակ եթե նույն գործելավոճը շարունակվի, այսինքն եթե մեր անձնական նախասիրությունների հիման վրա մենք գնահատականներ տանք Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, նույնիսկ եթե Օսիպյանի գործով ինչ որ դրական զարգացումներ լինեն, եթե որոշումը փոխվի, խափանման միջոցը փոխվի, ազատ արձակվի, հուսով ենք նաև հացադուլը դադարեցնի, այս գործընթացը շարունակվելու է, այսինքն այստեղ գլխավոր եզրահանգումը պետք է լինի այն, որ պետք է ոչ թե անհատների վերաբերյալ կարծիք արտահայտել, ոչ թե սեփական նախասիրությունների հիման վրա, այլ պահպանել սկզբունքները ժողովրդավարական։ Եթե դու ինչ-որ հարցերում անտեսում ես ժողովրդավարական սկզբունքները, միշտ պատրաստ եղիր, որ իշխանությունը գործադիր ու դեպ սա բոլոր երկրների պարագայում է այդպես։ Որևէ իշխանություն չի կարող լավը լինել, եթե այն չի վերահսկվում, եթե այն որոշակի սահմանների եւ շրջանակների մեջ չի գտնում։ Եվ եթե դու այդ սկզբունքներից ինչ որ հարցերով հարցերում հրաժարվում ես, որոշ հարցերում հիշում ես, որ այդ սկզբունքները գոյություն ունեն, պետք է պատրաստ լինել, որ նոր Արթուր Օսիպյաններին իհայտ գալու։ Միջազգային ուժերի ներգրավվածության կամ այս կամ այն քաղաքական ուժին սատարելու մասին խոսեցիր, այս առումով եթե փորձենք ամփոփել, ինչ տեղի ունեցավ, դե Ռուսաստանի հետ կապված իրադարձությունները քիչ թե շատ ավելի հայտնի են, սահմանափակումներ, հստակ հայտարարություններ, քաղաքական ուժերին պաշտպանող։ Այո, Ռուսաստանի դեպքում մենք տեսնում ենք, որ վերջին շաբաթների ընթացքում արդեն ավելի ապատայեկատվությունից Մոսկվան ապատայեկատվություն տարածելուց եւ այլ ինֆորմացիոն գործիքներից կամ ապատայեկատվական գործիքներից Ռուսաստանը անցել է արդեն ուղիղ տնտեսական պատժամիջոցների, սա կարծում եմ բնականաբար նպատակ է հետապնդում ազդել նաև ընտրությունների արդյունքների վրա, բայց ես չեմ կարծում, որ սա այդքան էլ արդյունավետ մարտավարություն է, նույնիսկ եթե համեմատում ենք վերջին հարցումները, նույն միջազգային հանրապետական ինստիտուտի, մենք տեսնենք, որ փետրվարից մայիս ընկած ժամանակահատվածում Ռուսաստանի դիրքերը Հայաստանում բավականին թուլացել են, եթե փետրվարին 42%-ներ հարցվածների պնդում, որ Ռուսաստանը մեր գլխավոր քաղաքական գործընկերն է, ապա մայիսի սկզբին այդ թիվը հասել է 35-ի եւ դա շատ մոտ է պատմական մինիմումին, որ արձանագրվել է 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախի էթնիկ զտումից հետո այն ժամանակ 33% էր։ Միևնույն ժամանակ մենք տեսնում ենք, որ դրան զուգահեռ նվազել է նաև գլխավոր պրոռուսական կուսակցության վարկանիշը, ուժեղ Հայաստանի վարկանիշը 11%-ից հասնելով 7-ի կամ 10-ից 6-ի, եթե տարբեր խմբերի մեջ անցկացված հարցումներ ենք հաշվի առնում, միևնույն ժամանակ աճել է իշխող ուժի վարկանիշը։ Իշխող ուժի պարագայում կարծում եմ ավելի մեծ ազդեցություն է ունեցել
այս ազդեցություն ունեցել այս եվրոպական գագաթնաժողովները, որոնք տեղի են ունեցել նախընտրական փուլից առաջ, եւ հատկանշական է, որ նույն այդ միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումը իրականացվել էր այդ գագաթնաժողովներից անմիջապես հետո մայիսի 5-ից 9, այսինքն այստեղ մենք տեսնում ենք, որ իհարկե ինչպես բազմից նշել ենք այդ ազդեցության փորձերը տարբեր են, գործիքակազմերը տարբեր են, Ռուսաստանը ապատեգատվություն է տարածում, չգիտեմ, պատժամիջոցներ է կիրառում, միգուցե նաև կիբերհարձակումներ կարելի ակնկալել, սա պետք չէ նույն հարցության մեջ դնել քաղաքական աջակցության այդ ձևերին, բայց փաստացիորեն դա եւս իր արդյունքը ունենում է, այսինքն այն հանգամանքը, որ այդ գագաթնաժողովներից հետո անցկացված հարցման մեջ իշխող ուժը 9%-ով ավելի մեծ վարկանիշ ունի, քան նախկինում, սա առնվազն կարող է հուշել, որ այդ գործողությունները որոշակի ազդեցություն ունենում են, եւ սա իրականում բավականին վատ իրավիճակ է, որովհետեւ աշխարհաքաղաքական պրիզմայով հետևելով այս ընտրություններին բոլոր դերակատարները, այդ թվում նաև Հայաստանի ներսում գտնվող դերակատարները մեծ հաշվով երկրորդ պլան են մղում ժողովրդավարության հետ կապված խնդիրները, մարդու իրավունքների հետ կապված խնդիրները, մենք տեսնում ենք, թե ինչպիսի ծավալներով է օգտագործում նույն վարչական ռեսուրսը, կան իհարկե նաև ընտրակաշարքի բազմաթիվ դեպքեր, այսինքն ընտրությունների աշխարհաքաղաքականացումը իհարկե վնաս է հասնում Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը եւ սա մի հարց է, որի շուրջ մենք պետք է մտածենք նաեւ հետընտրական փուլում, արդյոք շարունակելու են։ Հենց դրա մասին էի ուզում հարցնել, երբ որ խորհրդարանը արդեն ձևավորվի, այս լարվածությունը նախընտրական ու քաղաքական ուժերի մեջ ընդհանուր հասարակության մեջ եղած այս բևեռացումը որքանով է շարունակվելու եւ ինչ վտանգներ է դա իր մեջ ներառում։ Դե բնականաբար երևի ջերմաստիճանը մի քիչ նվազելու է, այսինքն այս մակարդակի փոխադարձ թիրախավորումներ դժվար թե լինեն, բայց ընդհանուր առմամբ քաղաքականությունը շարունակելու է լինել բևեռացված, այսինքն եթե բոլոր հիմնական քաղաքական դերակատարները դիտարկում են միմյանց որպես ոչ թե քաղաքական հակառակորդներ, այլ որպես ինչ որ օտար տարր, որը վտանգ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը, այստեղ որևէ քաղաքական դիսկուրս, ժողովրդավարական դիսկուրս չի կարող լինել, եւ այդ առումով ես կարծում եմ, որ ապագա խորհրդարանը կարող է նույնիսկ ավելի վատը լինել, քան ներկայիս խորհրդարանը, որովհետեւ շատ ավելի մեծ հիմքեր է ստեղծելու հենց այդ բևեռացված քաղաքականության համար, դա կարծում եմ առաջին հերթին ձեռնտու է լինելու գործող իշխանություններից, որովհետև իմ ընկալմամբ իշխող ուժը հաղթելու է գալիք ընտրություններում, նաև հաշվի առնելով այդ հրապարակված տվյալները, բայց նրանք ունենալու են ավելի հարմար նույնիսկ ընդդիմություն, քան այս ընդդիմությունն է, որովհետև եթե նախկինում խոսում էին նախկինների մասին, հիմա լինելու է ուժ, որը առնվազն հանրային ընկալման մեջ աֆիլիացված է Ռուսաստանի հետ եւ բոլոր քննադատությունները, թեկուզ լեգիտիմ քննադատությունները կարող են չեզոքացվել միայն այդ հանգամանքով, որ տեսեք դուք ներկայացնում եք օրինակ օտար երկրների շարեր, բնականաբար նույնը անելու է նաեւ ընդդիմությունը, մենք տեսնում ենք արդեն այս խոսույթի մասին խոսեցինք 300,000 ադրբեջանցիների այդ նարատիվը, որ գործող իշխանությունները վերահսկում են Ադրբեջանի, Թուրքիայի կողմից բնականաբար շարունակելու են օգտագործել եւ սա կարող է ընդհանուր առմամբ Հայաստանի ժողովրդավարական զարգացումը փակուղի մտցնել։ Այդ առումով ես կարծում եմ, որ առավելագույնը, որ կարող ենք մենք ակնկալել այս ընտրություններից, այն է, որ գոնե մեկ փոքր կուսակցություն անցնի խորհրդարան, որը կապ չունի ոչ ներկաների, ոչ նախկինների, ոչ էլ արտաքին որևէ դերակատարի հետ, ու ունի իրավամբ ժողովրդավարական, պրոժողովրդավարական օրակարգ։ Եթե նույնիսկ այդպիսի փոքր ուժ չլինի խորհրդարանում, մենք ցավոք սրտի որևէ դրական զարգացում չենք կարող ակնկալել Հայաստանի ժողովրդավարական զարգացման գործընթացում։ Իսկ Հայաստանի ժողովրդավարական զարգացման գործընթացում իշխող ուժը եթե վերընտրվի, ինչպիսի ազդեցություն է ունենալու։ Ընդհանուր խորհրդարանը չէ, այլ երբ որ քաղաքացիական պայմանագիրը եւս մեկ անգամ հաղթանակ է տանում ընտրություններին։ Մենք կարծում եմ մի անգամ քննարկել էինք այս հարցը, ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ դրական սցենարներ գոյություն չունեն։ Բոլոր ուժերի հաղթանակի պարագայում մենք անխուսափելիորեն ունենալու ենք ժողովրդավարական հետընթաց, իշխող ուժի պարագայում այդ ժողովրդավարական հետընթացը շարունակվելու է ու պատճառը շատ պարզ է, եթե դու մեկ տարուց ավել խախտում ես բոլոր կանոնները, նորմերը, օրենքները, սահմանադրությունը, ժողովրդավարական սկզբունքները ու դրան չկա որևէ արձագանք, որևէ լուրջ արձագանք, իհարկե որոշակի արձագանք կա
բայց այնպիսի արձագանք, որ հետ դու կարող ես հաշվի նստել, ու չկա այդ արձագանքը այդ տարվա ընթացքում, ու դրանից հետո դու ստանում ես նոր մանդատ, վերընտրվում ես, դա կարող է լինել ազդակ, որ այս գործելավոճը ամբողջովին ընդունելի է հասարակության համար, կարելի է առաջ շարժվել այս գործելավոճով, ընդհանուր առմամբ լուրջ սահմանափակումներ չկան նաև, որպեսզի նրանք առաջ չշարժվեն այս գործելավոճով, ինստիտուցիոնալ առումով գրեթե բոլոր անկախ մարմինները գտնվում են գործադիրի վերահսկողության տակ, քաղաքացիական հասարակությունը պառակտված է դերակատարների միջև, որոնք ավելի լոյալ են իշխանությունների նկատմամբ եւ այլ դերակատարների միջև, որոնք փորձում են անկախ աշխատանք կատարել եւ այդ առումով այդ զսպումների մեխանիզմը ընդհանրապես գոյություն չունի։ Դա է պատճառը, ինչու մենք արդեն հիմա պետք է մտածենք այն բոլոր մարդիկ, ովքեր մտահոգված են Հայաստանի ժողովրդավարական զարգացման ապագայում, թե ինչ պետք է անել, որպեսզի կանխել այդ հոռետեսական սցենարը, իսկ մենք այդ սցենարները մեր շատ երկրներում տեսել ենք, այդ թվում նաև հարևան երկրներում, Վրաստանում, Արևելյան Եվրոպայում ու բոլոր երկրներում գրեթե նույն սցենարով է լինում այդ հետընթացը եւ այդ սցենարի նախորդած փուլում այն դերակատարները, որոնք պիտի կատարեն իրենց աշխատանքը չեն կատարում, նույն արդարացումներով են բացատրում այդ ամեն ինչ։ Շնորհակալ եմ Տիգրան, հաջորդ թողարկմանը արդեն հետընտրական զարգացումները կքննարկենք։ Ես էլ եմ շնորհակալ։